Հանձնենք թվային ստորագրության։ Ինչա թվային ստորագրություն։ Առաջի բառը, որ ցանկանայի ասել, դա մեր այն դոկումենտներն են, որ մենք ստորագրում ենք ու ինչ որ մեկի մոտ ենք թողում։ Դիմում ենք գրում որևէ համակարգի, ավելին, եթե պայմանագիր ենք գրքում։ Digital signature-ը ասում է, որ դա նման է այն նույն աշխարհին, որը մենք ունենք, այսինքն մեր ձեռագիր ստորագրության արտապատկերում է այն աշխարհում, որը որ մենք գոյություն ունենք։ Այսինքն, եթե ես հիմա վերցնեմ մի հատ որևէ թուղթ, այստեղ ստորագրեմ, ենթադրենք, այստեղ տեքստը հավաքեմ, եւ այս թուղթը ուղարկում եմ միտեղ իմ ստորագրությամբ, պարզա սա իրավաբանորեն արդեն հաստատագիր է, ես այս դոկումենտին կամ այս փաստաթղթին տեր եմ։ Պայմանագիր կլինի, դիմում կլինի ընդունվելու, ցանկացած պետական մարմնի հետ աշխատանք, վերջ իրավաբանական ակտ է։ Իրավաբանություն է այստեղ աշխատում։ Թվային ստորագրությունը կրիպտոգրաֆիայում էլի է աշխատում կա եւ ձեզ ազատում է թղթաբանությունից, բայց ոնց է կատարվում, մենք միասին կտեսնենք։ Հիմա մեզ պետք է, որպեսզի սա ուղարկում ենք պետական մարմին, ենթադրաբար, այս պետական մարմնում, ասենք պետկոմիտե, կամ որևէ ֆիրմա, կարող չէ։ Այս պետկոմիտեն, եթե դուք դա աշխատում եք թվային աշխարհում, այս ստորագրությունը ինքը չի նայելու։ Ինքը ասում է դու digital ստորագրի, մեր ID քարտերում բանից պարզվում է։ Կա այդպիսի փուճուր տեղ, sense մի հատ մագնիսական տեղ, հա, որը որ պահում է մեզ համար առաջ թռնեմ ասեմ private key, այսինքն փակ բանալի, այստեղ է գտնվում, այսա փակ բանալի է, private key։ Ինչ է ստացվում, որ ես երբ որ ստորագրում եմ, եւ այս ID card ինչ որ մի սարք եմ մտցնում, ինքը ստորագրություն է համարում այս դոկումենտը եւ ուղարկում եմ որևէ պետական համակարգի, կապ չունի, ով որ ստանում է սերվերին, ընդունողին։ Ինչն է հետաքրքիր։ Սովորական ստորագրության ժամանակ ինչ որ մեկ, ինչ որ մի օր եւ նույնիսկ մենք կարող ենք այդտեղ մի հատ ինչ որ բառ ավելացնել։ Խորամանկորեն։ Կարող է վերջը այս թվայի ստորագրությունը ամեն ինչ անում է, որ սա լինի իսկական, անփոխարինելի, ստուգումը կատարում է ձեր ID քարտով, որտեղ password ունեք ձեզ համար, եւ վերիֆիկացիա, այսինքն իմանում է, որ դա դուք եք, ուրեմն թվային ստորագրության իմաստը, որ կարողանա ստուգի դուք եք, թե ոչ։ Որ իրավաբանական ակտ ստացի, հաջորդ քայլերը անելուց դուք պատասխանատվությունն այո կարող եք։ Ահա իմաստը տեղափոխել կամ փոխարինել ստայնին ավելի պաշտպանված, ավելի շատ լավ բաներով, այդպես կարող ենք ասել։ Ուրեմն ստացվում է, որ թվային ստորագրությունը key հարց առաջացավ, այդ շատ լավ բան է, private key, եթե հիշում եք, մենք դրա մասին խոսացել ենք, RSA, ուրեմն ասիմետրիկ կրիպտոգրաֆիայի ժամանակ պետական կոմիտեում էր մնում կամ սերվերում էր մնում private key, ոչ, ասել ենք, որ շրջված է գալու մեր դուրսեցի թվային ստորագրություններում եւ մենք նշել ենք, որ private key ձեզ մոտ է գտնվում, ահա այս քարտի վրա, այսինքն հակառակն է RSA-ի կամ ասիմետրիկ կրիպտոգրաֆիայի։ Private key-ն գտնվում է կլիենտի մոտ, բաց key-ն գտնվում է պետական ռեգիստրում։ Դեռ այսքանը։ Այս շրջվածությունը ցանկալի է, որ հիմք ցենք այս մեր գծագրում, որ այո, նրա հակառակն է private key կլիենտի մոտ է։ Չմոռանաք, բաց key կլինի, որը պետական կոմիտեում։ Մնացած արդեն փորձենք ըստ հերթականության տանել առաջ։ Ուրեմն digital signature կամ թվային ստորագրությունը երկու բանալիների տեխնոլոգիա, որ մի քիչ առաջ բացատրեցի։ Առաջի բանալին անվանենք մասնավոր private key։ Այն գտնվում է մեզ մոտ, ստորագրողի մոտ, դիմում գրողի մոտ, հիմնականում ID քայթի չիպի մեջ է գտնվում։ Գաղտնի կոդով եւ այլն եւ այլն։ Երկրորդ բանալին հանրայինը, ով ուզում է թող գողանա։ Հանրայինը գտնվում է իրանց մոտ, բայց այդտեղ հարցը չի, որ ինչ որ մեկը մեր բանկի հաշիվն է ուզում վերցնի գողանա, չէ։ Հարցն է իրավաբանական, դուք եք թե չէ։ Այ թվային ստորագրությունը ասում է դուք եք թե չէ։ Եվ այդ դուք եկի տակ կմտնի, որ public key կուղարկենք կամ կպահենք իր մոտ,
եւ բաց տեղում կլինի, պրիվատքին դուք ոչ մեկի չեք տալի, ձեր քարտը չեք տալիս ոչ մեկին։ Ահա ստացվում է, որ public key-ով եւ երկրորդ պրիվատ key-ով տեխնոլոգիական նոր հնարք է ստեղծված, ելի ինֆորմացիայի տեսակետից փոխանցում, գաղտնիություն, ապահովություն տեխնոլոգիան աշխատացնելու համար։ Եթե դենց վայ ստորագրությունը փոքր մանրացնեմ, ստեղծում ենք փաստաթուղթ, մի քիչ առաջ նկարեցի, ասենք PDF ֆորմատով, ստորագրում ենք, մեր ID քարտը սարքի միջոցով իրավունք ունենք, այդպիսի սարքեր կան, կատարում ենք, ուղարկում ենք փաստաթուղթը, որ ես ունեմ, ստորագրությունը արդեն մեջն է, եւ public key-ն, այս public key-ն եթե հանկարծ բանկում չլինի, մենք էտել ենք իրան ուղարկելու։ Սա ընդհանուր ձև, ես public key-ն եմ ձեզ ուղարկում։ Ինչ է ստացվում։ Ստացողը հանրային բանալիով public key-ն, որ դուք ուղարկել եք, ստուգում է ուղարկողի իսկությունը, բայց ուղարկի իսկությունը գաղտնիությամբ է արվել։ Ոչ ոք չի կարա ձեր գաղտնիության key-ն, ձեր ID քարտը հասկացած պետք է ունենա։ Եվ արդյոք ճանապարհի փաստաթուղթը չի փոխվել։ Այսինքն ստացողը բանկը, պետական կոմիտեն, public key-ով բացում է դուք եք թե չէ իսկություն բառնա եւ փաստաթուղթը ինչ որ մեկը ճանապարհին փոխելա թե չէ, սա էլ է կոնտրոլ արվում, այսինքն նայվում հոյակապ տեխնոլոգիա։ Ինչ առավելություններ ունի authentication մյուս դասին ենք անցնելու, բայց եւ այնպես իսկությունը ապահովող, այսինքն մտնող ինքն է թե ինքը չի, իր մոտ է մասնավոր բանալին ոչ ոք չի կարա մտնի, ձեր ID քարտի վրա, դե քարտը այդ մարդը ունենա, այդ ID քարտը ձեզ մոտ է, մի կորցրեք, անփոփոխելիությունը շատ լավ բան է, ձեր դոկումենտը ճանապարհին եթե փոխվի, կիմանա բանկը, կիմանա պետական մարմինը, կինա այն ֆիրման, այսինքն մոտարապես ստորագրելուց հետո որ չփոխվելի չլինի։ Եվ շատ սիրուն բան, չհրաժարում, եթե դուք թվային եք ստորագրել եւ հետագայում հրաժարվեք, թվային ստորագրության տեխնոլոգիայի օրենքների հիման վրա դուք չեք կարող, դա իրավաբանական ակտ է եւ նույնիսկ հնարավոր է անցնի այլ մակարդակի իրավաբանության կոմպլեքսների կամ ավելի շուտ հակադրությունների միջև։ Երբ է լինում օրինակ, ես շատ եմ սիրում պաշտոնական էլեկտրոնային փաստաթղթերը, եթե դուք ֆիրմա ունեք, շատ մի հոյակապ դիջիտալ է։ Օնլայն բանկինգ եք անում, օնլայն տարեթուր եք անում, հոյակապ է։ Էլեկտրոնային նամակներ, դե մեր նամակները չի երևում որ դիջիտալ կա, բայց եւ այնպես կա տես նամակներ։ Դիմումներ, մեծ մասը այդպես ստորագրություն չի ուզում։ Ասենք որևէ համասարան դիմում գրելու ստորագրություն չի, բայց եւ այնպես իմացեք դա գոյություն ունի։ Մենք ունենք օրինակ, այս օրինակը հիմա ես copy paste կանեմ, եւ այս օրինակի վրա մենք փորձենք խորացնել մեր գիտելիքը։ Տեսնենք։ Մի հատ աշխատացնենք։ Ուղղակի տեսքի իմանանք, որ օրինակը մենք հիմա բացատրելու ենք, տեսքը կարելի է ասենք ելքային իմանալ։ Ինչ որ մի հատ տալիս է public key, մեծագույն, բայց XAML ֆայլով անցել ենք public key RSA-ում անցել ենք, մենք XML տարբերակ ունենք, դա տարբեր ձևեր են, մենք ասես շփվել ենք դրա մասը կարելի է պահել։ Ստորագրությունը բայթերով, base 64 բայթերով եւ վերիֆիկացիա, ստուգում են ձեր ուղարկած ստորագրությունը ճիշտ է, բնական է, օրիգինալ է, դա դուք եք թե չէ։ Այս երրյակն ենք մենք հիմա մեր օրինակում գոնե տեսնելու։ Շատ լավ, սա մեր օրինակն է, մենք կվերցանենք, կտեսնենք շատ հեշտ է, շատ հեշտ, հասկանալի, բայց ինքը որոշ մանրամասներ կա, որը կարելի մի քիչ քննարկել ու դրանով վերջացնել։ Կրիպտոգրաֆիայում, տեսեք, ընդհանրապես գաղտնագրությունը իսկապես մեծ բան է։ Թվային ստորագրությունը կրիպտոգրաֆիայում, այսինքն որպես առարկա նայենք, ուրեմն ոչ միայն լայն կիրառությունի, ոնց է կազմակերպում, դա ինչպես է կազմակերպում։ Ասիմետրիկ կրիպտոգրաֆիան մեր ունեցած ձևը բաց շրջած ենք ստեղ աշխատացնելու եւ հեշավորում, որը մենք առարկա անցանք, դաս անցանք ավելի շուտ։ Նախորդ դասներ։ Հեշավորումը շատ խորն ենք անցել, որ բանկը Facebook-ը իր մոտ պահում է մենակ հեշավորված password-ը, password իր մոտ չի պահում։ Դուք ուղարկում եք, ինքը աղներ բաց պահում է, աղի եւ ձեր password-ը այդ նույն ալգորիթմով խառնում է, նայում է իր մոտի հեշավորված password-ին բռնում է, թե չէ,
մի հոյակապ բան է։ Այսինքն հեշավորումը արդեն անցել են կրկնություններ, ասիմետրիկ կրիպտոգրաֆիան անցել են RSA-ի վրա, հոյակապ ոչ հեշտ հասկանալի։ Հեշավորման ժամանակ փաստարկի ամբողջ պարունակությունը անցնում է այս ֆունկցիայի միջի։ Օրինակ, այսպես ֆունկցիա կա։ Հեշավորման ալգորիթմ է կոչում։ Հաշվառման ֆունկցիա կա, հեշավորման կոդ, օրինակ ասենք, օբյեկտները C#-ում հաշվառման կոդով են, բայց հեշավորման ֆունկցիայի միջոցով են դրանք ստացվում։ Արդյունքում ստացվում է ֆիքսված երկարությամբ ինչ որ մի հեր, եթե նույնիսկ մի բիթ է փոխվում, ամբողջ հեշը բարվերվում է, իրան վեսել, խապել եւ այլն, ստացած հեշը շիֆրացվում է ստորագրողի փակ բանալիով, այսինքն մենք մի քիչ առաջ գծագրով ցույց տվեցի, մենք փակ բանալիով մի ID չիպի վրա փակ բանալին կա, մենք կոչում ստորագրեցինք, հենց այդ շիֆրացված հեշն էլ, որը ուրեմն հեշավորում ենք եւ ուղարկում, այս հեշավորված հեշը կոչում է շիֆրացված հեշը կոչում է թվային ստորագրություն։ Այսինքն մենք թվային ստորագրություն ենք ուղարկում մեր փակ բանալիով, ուղարկում ենք հեշը արդեն, տեսեք արդեն հեշ անցել եք մի ահավոր մեծ անհասկանալի բան, ստուգման ժամանակ, վերիֆիկացիայի ժամանակ այդ հեշը նորից է հաշվում ստացողը, եթե համընկնում է հեշերը նախորդ դասն է։ Ստացողը ստորագրողի բաց բանալիով, որ արդեն տրված է, ոչ մի խնդիր ինտերնետով կարող եք ուղարկել եւ եթե վերցնել ոչ մեկին չի լինի, որովհետեւ դուք չեք կարող դա առանց փակ բանալի վերիֆիկացիա, այսինքն դուք չեք կարող ցանկացած տեղում վերցնեք, իսկ տեղ թվային ստորագրության իմաստը ով լինելն է, ոչ թե գողությունն է, մեջինը կամ բանկի շիֆրացումը։ Շիֆրացումը, ուրեմն դեշիֆրացումը կատարվում է եւ ստանալով սկզբնական, եթե երկու հեշերը համընկնում են, ամեն ինչ նորմալ է։ Այսինքն դուք եք բանկին դիմողը այդ ID card ունեցողն է, եթե չէ, ապա չէ։ Տեսեք, եթե երկու հեշերը համընկնում են, ստորագրվել է, ամեն ինչ նորմալ է։ Նշենք նաև RSA ալգորիթմի բացատրության ժամանակ այստեղ ես նշել եմ, չգիտեի որ դա։ RSA ալգորիթմի ժամանակ այս նույնը կա, բայց բանկում է մնում ձեր փակ բանալին, բացը կլիենտի մոտ, սա հակառակն է։ Կլիենտը մենք ենք մեր ID card-ով։ Ուրեմն, այսպիսով կրիպտոգրաֆիայում թվային ստորագրություն օգտագործում է համոզված լինելու տեխնոլոգիայով, որ վստահելի ուղարկողից եւ վերջին հաշվով ստացվում է, որ ոչ տվյալներ, այլ հեշի նշանակությունը։ Ինչևից է կրիպտոգրաֆիայում ամենակարևոր ուղարկողի ստուգելն է։ Մենք օրինակ ունենք։ Այս օրինակում մենք RSA-ով ենք արել հեշավորումը, բայց կարող է DCA-ով անել, մեր բլոկ սխեմաներում կա, ասա օրինակը մենք չունենք, մեկը արագ ստորագրում է, դանդաղ ստուգում։ Նա ձեզ որ տարբերակն է պետք։ Եթե անընդհատ ուզում եք ստուգել, լավ չի, մյուսը ընտրեք։ Օրինակ DSA-ն ավելի արագ ստորագրում է, բայց RSA-ը ավելի արագ ստուգում է։ Հիմնական բակերում ստուգում են։ Պետական մարմինում հիմնականում ստուգում են, ոչ թե ստորագրում են։ Դրա համար ասենք երևի կարելի է, ասենք քարտի վրա DCA-ով աշխատի, իսկ բանկում RSA կապ չունի։ Հիմա մենք օրինակը կշարունակենք, այս օրինակը մենք մանրամասը պետքա տեսնենք, ինչա կատարվում։ Հա, եւ օրինակի մեջ մենք կունենանք RSA creator, մեր RSA կրիպտոգրաֆիայի շիֆրացում, դեշիֆրացումը կունենա, նա ինքը արդեն գաղտնի ստեղծում է զույգ բանալիները։ Այսինքն, եթե RSA-ում այստեղ մենք հիմա տեսնենք, ես որ թռնում եմ, RSA վերցնում ենք using-ով, սա namespace չի, using-ով սա այն բանա, ուրեմն ռեսուրս ազատող using-ն է, ուրեմն երբ որ RSA creating անում, նա արդեն հնարավորություն ունի փակ եւ բաց բանալիները գեներացիա անել։ Եկեք ծրագիրը մի անգամից նայենք։ Ենթադրենք I confirm $10,000։ Իրավաբանական ակտ ասա։ Ես ուզում եմ հաստատագրեմ, որ այս սաբշենյա ես եմ ուղարկել։ Բանկը, եթե ես confirm եմ անում, ինքը $10,000 տանում է։ Տեսեք, բանկին էլ պետք է կա։ Ես սա կվերածեմ բայթերի բլոկ, դե մենք տեսել ենք հեշավորման ժամանակ ընդհանրապես, աղի ժամանակ, ցանկացած տեղում բայթերի վեկտորն է մեր փրկությունը։ Բայթերի վեկտորը անհասկանալի մի հատ միացություն է։ Տեսեք, երբ որ ես RSA-ին ձեռք եմ տվել, ապա առաջի երկրորդ քայլը գեներացնում ենք բանալիները։ Private key-ն
ստորագրելու համար, public key ստուգելու համար, արդեն նա կատարում է։ Տեսնենք ոնց է դա արվում։ Ստեղծել եւ ցուցադրել հանրային բանալին։ Ես վերցնում եմ մի հատ string, ու XML-ով անցել ենք սա false-ը, նշանակում է միայն բաց բանալ, այստեղի սա դրա որ փակը ցույց չտա, թեկուզ փակնել կարելի է, true-ի դեպքում ինքը փակնել հետն է գեներացնում։ Սա ցուցադրական մի հատ էլ մենք ծրագրում ցույց կտանք։ Այսինքն ստացվեց, որ ես հենց հիմա RSA օբյեկտով ես ստացա փակ եւ բանալների հնարավորություն։ Այստեղ ինքը RSA-ի արդեն վերցնում է, բայց եւ այնպես բաց բանալն եմ ուզում տեսնել։ Եվ ցուցադրում եմ ուրիշ ոչ մի բան այստեղ պետք է արդեն ունի գեներացրած։ Ուղղակի ակտեսության համ այսա մցված է։ Public key XML եւ pubs public key XML բացելու ժամանակ ելի պետք է գալու։ Տեսնելու ենք ոնց է։ Ստորագրում ենք, ոնց ենք ստորագրում sign data ֆունկցիայով։ Այսինքն այս մեթոդը ստորագրող մեթոդ է, ինչա վերցնում ինքը։ Data to string-ը, այո, data to string-ը արդեն մենք տեսել ենք, որ ու վերցնում ենք, այսինքն մեզ է հասել data to string-ը որպես տվյալ, հեշավորում ենք եւ RSA signature pix1 այսա ես պետք է բացատրեմ, սա աղի նման լավ բան է։ Սա ավելի է բարդացնում գողության դեմ։ Չեմ ուզում ստեղ շատ խորանամ, padding-ա կոչվում։ Աղի նման ինչ որ մի ավելի լավ բան է, որովհետեւ ֆակտորիզացիան RSA-ի մեջ ամեն դեպքում թվերի կույտ է, պարզ պատվերի արտադրյալ է։ Կարող դուք կարճն եք վերցրել, ինչևից է մի հատ ավելի security-ին, կարճ ասած թույլ է տալիս է security-ին ուժեղացնել։ Ինչևից է, ուրեմն ինչ է ստացվում, որ ես data to string հնարավորությունը ես հիմա վերցնում, խնդրեմ, այ վերցրած է data to string։ Այսինքն իմ ստորագրվող կարևոր ինֆորմացիան բայթերով ստացա ինֆորմացիան, հեշային ալգորիթմը որոշեցի նոր ձևով դժվարացնելու գողությունը PKS-ով է, որը որ վերև բացատրած կայսա մի քիչ հետո կասեմ, այսօր այդպես սկսեցի եւ ուզում եմ նաեւ տեսնել ստորագրությունը։ Այո, ստորագրությունը կարող եմ տեսնել, հենց հիմա կարող եմ ստորագրության բայթը տեսնել, տեսեք, ես նույնիսկ դա ցույց եմ տվել ձեզ, ահա։ Ես ստացա public key մի քիչ առաջ ցույց տվեցի, որ կա, ստորագրությունը կա, սա XML-ով է, մի քիչ առաջ ցույց տվեցի XML-ով է, սա բայթերի կույտ է, հիմա ուզում ենք տեսնենք սա ոնց ենք վերիֆիկացիա անում, այսինքն պայմանավորվել ենք, ստորագրում ենք, ուղարկում ենք, բանկը, պետական մարմինը պետք է անպայման վերիֆիկացիա անի։ Վերիֆիկացիայի համար երրորդն ենք վերցնում, ինքը նույնպես վերցնում է RSA create անպայման, ստուգողը ստանում է միայն հանրայինը, այսինքն public-ը մոդն է, ստանում է զուգահեռ, կարեք զուգահեռ ուղարկել, չի խանգարում, ով ուզում է թող վերցնի։ Եվ ինչ է ստացվում, վերիֆիկացիա from մենք անցել ենք to սարքումը from-ը հետ է բերում, այսինքն ես դրանից պետք է հետ բերեմ, այսինքն ես պետք է կարողանամ վերիֆիկացիայի ստուգում է, ուրեմն ստուգողը ստանում է հանրային, միայն հանրայինը։ Ինչ է ստացվում, բուլյան։ Հիմա մեզ մնում է մի հատ բուլյանի մեջ տեսնենք, այս մարդն է, այսինքն սա թվային ստորագրությունը բռնում է թե չէ, ես բուլյան մի հատ փոփոխական եմ ստեղծում, այս իմ օբյեկտի verification date-ը վերջապես ստուգում է։ Այսինքն ինչ որ մեկը ստորագրում է, եւ այս ստորագրությունը կոչվում է sign date-ը, հրաման է սա։ Սա մենք չենք հնարել։ Վերիֆիկացիան անում է այն օրգան, այն պետականը, այն մարմին, այն բանկը, վերջ այն ստացող են սերվերը, որը որ ձեր ուղարկածը վերիֆիկացիա պետք է անի։ Կա վերցնի ձեր, կարճ ասած, ուղարկած string-ը, ստորագրությունը, տեսեք, այսինքն վերցնում է այս երկուսը միասին բաց բանալին, արդեն մեզ մոտ գտնում է XML-ի մեջ, տեսեք, եւ որը որ արդեն այս XML-ը արդեն գործարել է, res filter-ը սարքել։ Այսինքն ստացվում է, որ այս ֆիլտրի միջոցով, որը public key-ն իրան է կպած, տեսեք այս public key-ն կպած այստեղ։ Public key-ն եթե կպած է եւ վերիֆիկացիա մեթոդով վերցնում ենք տվյալները, ուղարկվել է,
Ստորագրությունը, սիգնատուրը, այսինքն ստորագրությունը, hash կոդը, այսինքն նույն ձևով ստորագրում է ինքը տեղում, բայց բաց բանալիով։ Արդյունքում, եթե ստորագրությունները տալիս են, տեսեք, վերիֆիկացիան տալիս է նույնը, ուրեմն դուք եք, եթե այս վերիֆիկացիան տալիս է false, ուրեմն դուք չեք։ Այսինքն չի եկել են աղբյուրից, որի հետ պայմանավորվածություն է եղել։ Այս բացատրությունը։ Հիմա օրինակում նշված է, որ ունեմ 2XML ձևով բանալին ցուցադրելու կամ expert պարամետրի միջոցով, սա ես չեմ ներկայացրել, մենք 2XML from XML միասին արել ենք true դեպքում եւ փակ նաեւ բացը, false դեպքում միայն բաց բանալիը, այս PKCS1-ը սահմանում է մեխանիզմը heading-ը անելու նախքան RSA կատարելու համար, կարճ ասած օգնակար գործեր է կատարվում։ Քանի որ ֆակտորիզացիոն թվեր է գալիս, ապա այդ օգնական գործերի ժամանակ մի հատ ֆորմատավորում է, մի հատ ստանդարտացնում է, այդ տիպն է նշում։ Ես երկար չեմ ուզում խորացնեմ, սա ոնց ասեմ, padding-ը անում մեխանիզմը salt-ի նման ավելի ու ավելի է ծածկագիրը, կարճ ասած, ուժեղացնում։ Եվ վերջում, այսինքն վերիֆիկացիան եղավ, մենք ստորագրեցինք, տեսանք, որ այո, վերիֆիկացիան public-ին բռնեց մեր տեսակետից լավ է, եւ երկու ակնարկ եւ դրանով վերջ։ Իրականում պրոյեկտներում երբեք պրիվատ key կոդի մեջ չեն պահում։ Իրան ցանկալի է պահել ավելի ապահով տեղերում մենք կանցնենք, ուրեմն ավտորիզացիա, աուտենտիկացիա, տեսեք, մենք կտեսնենք, որ ամեն դեպքում այս պրիվատ key կոդի մեջ սովորական չենք պահում, սարքում ենք պահում, կամ եթե ֆիրմա է եւ պրիվատ key-ով է աշխատում, ապա ինքը կամ Azure-ում թող պահի, կամ անպայինում պահի, ասենք Windows Certificate Store, կարճ ասած մի ապահով տեղ։ Մեզ մոտ նորմալ է, մեզ մոտ քարտներ, ID քարտում է պահում, դա մերն է, բայց ֆիրմաներում էտի, որ իրար հետ փոխանցում են ոնց է լինում, դա ընդունելի կարգ է։ Համեմատենք ու վերջացնենք։ Ինչ ասում համեմատությունս։ Գաղտնագրումը, որ ամենասկզբից անցան, inscription ասինք, symmetric, asymmetric, ինչ է անում ինքը, թաքցնում է բովանդակությունը, տվյալը, password-ը, այսինքն մեջի տեղեկությունը լրիվ փակ է։ Բայց ստորագրությունը այդքան չի տանջվում մեջի տեղեկության վրա, նրա սխալ լինելը փոխվել, արդեն տեղում ստուգվում է, ով որ ձեռ տվեց, ով որ գողացավ իրան բացարձակ պետք չի, իմ դիմումը թող ուրիշը գողանա, հետո է։ Այդ դիմումը փող չի բերիր, այդ դիմյան օգուտ չի։ Digital signature ապացուցում է ով է ուղարկել տվյալը եւ փոխվել է թե ոչ, ահա ստորագրությունը ուղարկողին է ճանաչում, թող գողանան, իրանց պետք չէ դիմումը։ Եվ ամենակարևորը, այդ դիմումը ճանապարհին վնասվել է մեխանիկորեն, թե միտումնավոր, կապ չունի, երկուսի տարբերությունները այս համեմատության մեջ երևաց։